Հովհաննես Թումանյան, Մայրը։ Մի գարնան իրիկուն էր, դռանը նստած զրուցում էինք, երբ այս դեպքը պատահեց։ Եվ այս դեպքից հետո ես չեմ մոռանում այդ գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բուն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարճ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ինչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երթիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու կարդում իրիկնաժամը։ Եվ ահա, նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը, ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչուն կերակուր էր բերում ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կցումը կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով դղին կտուցները դուրս հանեցին բնից։ Այդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը, կամ ամենից սովածը, շտապեց ավելի դուրս ձգվեց բնից, ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից, բայց հենց այդ վայրկյանին, որտեղից որտեղ դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ։ Փիշտ, փիշտ վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից, նրա շուրջը թրթռալով ու կծահարելով, բայց չեղավ։ Կատուն մտավ ամբարի տակը, և այս ամենն այնքան արագ կատարվեց, որ անկարելի եղավ մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք երեխաներս մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դուն չլիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, միզիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին, այնտեղ լուռ վեր ընկավ։ Մին էլ տեսանք հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք մեռած ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, ոչ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։